ասեմ ձեզ մի բան, ուրեմն մենք ունենք խնդրանք ձեզ, ուրեմն նայեք ինչա տեղի ունեցել, քանի որ ոստիկանական հրոսակախումբը երբ որ ին վրա հարձակվեց ու ինձ ձերբակալելու ժամանակ, այնտեղ կային երկու մարդ, որոնց իբր ոստիկանության քննչականը չի կարողացել բան անի, իդենտիֆիկացնի։ Մեկը բռնարար էր, այսինքն մարդ, որը հարվածել էր օպերատորին ու դա երևում է կադրում նաև, գորգորալ հարվածել հայոյել այդ մեկն էր, որին չեն գտել իբր չեն գտել եւ մյուսը լուր նկարող ինչ-որ մարդ, որ էլի չեն գտել, իրանք ասել են չկա, չենք գտել այդ մարդկանց։ Հիմա մենք խնդրում եմ տեղադրեք այդ մարդկանց նկարները, ուրեմն քանի որ մենք ունենք խնդիր, մեկը Զախինը բռնարարն է, իդեպ, որը որ բռնություն է գործադրում, հենց այդ բռնություն գործադրելու պահն է օպերատորի նկատմամբ, իսկ Աջինը լուր նկարող անհայտ մարդն է, քանի որ ոստիկանությունը ու հատուկ քննչական կոմիտեն չի գտել այս մարդկանց, խնդրում եմ օգնեք ժողովուրդ ջան, գտնել այս մարդկանց նկարները կմնա մեր եթերում, նկարի տակ ուշադրություն, հիմա մեծ կադրով է, հետո բան կլինի, որևէ տեղեկություն ունեցող մարդիկ, ովքեր կան այս մարդկանց մասին գիտեն, ովքեր են այս մարդիկ, անուն ազգանուն, այս մարդկանց աշխատանքի վայր, կամ թեկուզ հենց անուն ազգանունը հերիք է, կամ ավելին աշխատանքի վայրը, որտեղ ոնց հասկանում եմ խուլիգաններ են եղել, որոնց մասին ոչ մեկ չգիտի, հատկապես այս Զախինը խուլիգան է եղել, որտեղ հարվածում է օպերատորին, հայհոյում է, ու չեն գտել, քննչական կոմիտեն չի գտել այս մարդկանց, պատահական ինչ-որ խուլիգաններ են եղել, ոնց հասկանում եմ, առերևույթ խուլիգանություն կատարած անձինք են, որոնք տեղ գտնվել են վայրում, որտեղ գտնվելու իրավունք չունեին եւ բռնություն են գործադրել իր պարտականությունն իրականացնող օպերատորի նկատմամբ, որն եղել է բեյջով, բեյջն էլ իր վրա։ Այսինքն մեկ ունենք չէ, տենց օրինակ, որ բանը խնդրում եմ տեղադրել նկարը տակը, որ մնա այս մարդկանց ճանաչողներին խնդրում ենք դիմել մեզ որևէ ձևով Facebook-ով, ցանկացած բանով, այս կլինի այստեղ, մենք մեր մնացած հաղորդումների ժամանակ էլ կգրենք, խնդրում ենք, ովքեր գիտեն, ովքեր են այս երկու անձինք, որոնք նորից ասեմ, առերևույթ հանցագործություն են կատարել եւ ըստ էության մեկը բացահայտ խփում է լրագրողին եւ հայհոյում է, մյուսը անհասկանալի պատճառով ընդեղ եղել, քննչականը չի գտնում։ Օգնեք գտնենք այս մարդկանց, փնտրվում են այս մարդիկ, սա կլինի այստեղ, խնդրում ենք տեղեկությունների պարագայում դիմել մեզ անպայման իմանանք ում մասին է խոսքը։ Կարծում եմ կգտնենք։